Առյուծ կենդանակերպի գծերը և բնութագրերը։ Առյուծը կենդանակերպի ամենահայտնի և ուժեղ անհատականություն ունեցող նշաններից է։ Նրա ներկայացուցիչները սովորաբար ունեն արտահայտված ինքնավստահություն, վառ ներկայություն և ներքին համոզմունք, որ իրենց կյանքը պետք է լինի տեսանելի ու նշանակալից։ Առյուծը չի ձգտում պարզապես գոյատևել։ Նա ուզում է ապրել ամբողջ ուժով, թողնել հետք և արժանանալ ճանաչման։ Այս նշանի մարդկանց բնորոշ է նախաձեռնողականությունը։ Նրանք հազվադեպ են սպասում, որ ուրիշները առաջնորդեն իրավիճակը։ Փոխարենը իրենք են վերցնում պատասխանատվությունը, անգամ ռիսկի գնալով։ Առյուծները հաճախ դառնում են խմբերի ոչ պաշտոնական ղեկավարներ, քանի որ մարդիկ բնականորեն ձգվում են նրանց վստահ ու հստակ էներգիային։ Միևնույն ժամանակ առյուծը մեծ սրտով նշան է։ Նա առատաձեռն է թե նյութական, թե հուզական առումով։ Սիրում է պաշտպանել իրեն մոտ մարդկանց և հաճույք է ստանում, երբ կարողանում է օգնել կամ ոգեշնչել։ Նրա համար կարևոր է զգալ, որ իր ներկայությունը արժեք ունի ուրիշների կյանքում։ Սակայն այդ ուժեղ ինքնագիտակցությունը երբեմն կարող է վերածվել գերզգայուն էգոյի։ Առյուծները դժվար են տանում անտեսված լինելը, գնահատանքի պակասը կամ քննադատությունը, հատկապես եթե այն արտահայտվում է կոպիտ ձևով։ Նման իրավիճակներում նրանք կարող են դառնալ համառ, կտրուկ կամ չափազանց պահանջկոտ։ Ընդհանուր առմամբ առյուծ կենդանակերպի գծերն ու բնութագրերը համադրում են ուժը և ջերմությունը, վստահությունն ու զգայունությունը։ Երբ այս հատկանիշները հավասարակշռված են, առյուծը դառնում է ազդեցիկ, վստահելի և ոգեշնչող անձնավորություն, ում ներկայությունը դժվար է չնկատել։ Առյուծ կենդանակերպի դրական հատկություններ։ Առյուծը կենդանակերպի այն նշաններից է, որի դրական գծերը նկատելի են առաջին իսկ շփումից։ Նրա ուժեղ կողմերը կապված են ներքին վստահության, լայն սրտի և առաջնորդական բնազդի հետ։ Առյուծները սովորաբար ունեն բնական հեղինակություն, որը ստիպում է մարդկանց վստահել նրանց և հետևել նրանց օրինակին։ Առյուծի ամենամեծ առավելություններից մեկը ինքնավստահությունն է։ Նա հավատում է իր ուժերին և կարողություններին, ինչն օգնում է հաղթահարել դժվարությունները և չկոտրվել անհաջողություններից հետո։ Այս վստահությունը հաճախ փոխանցվում է նաև շրջապատին, ոգեշնչելով մյուսներին ավելի համարձակ քայլեր անել։ Մեկ այլ կարևոր դրական հատկություն է առատաձեռնությունը։ Առյուծները սիրում են կիսվել, լինի դա ժամանակը, ուշադրությունը, ռեսուրսները կամ աջակցությունը։ Նրանք հաճույք են ստանում ուրիշներին օգնելուց և հաճախ դա անում են առանց ակնկալիքների, պարզապես զգալու համար, որ օգտակար են։ Առյուծը նաև աչքի է ընկնում պատասխանատվության բարձր զգացումով։ Երբ նա ստանձնում է որևէ դեր կամ պարտավորություն, հակված է այն կատարել ամբողջ ուժով։ Նա չի խուսափում բարդ իրավիճակներից և պատրաստ է կանգնել առաջին գծում, երբ անհրաժեշտ է պաշտպանել կամ ղեկավարել։ Դրական գծերից կարևոր է նաև ստեղծագործ մտածողությունը։ Առյուծները ունեն վառ երևակայություն, սիրում են ինքնարտահայտվել և հաճախ գտնում են ոչ ստանդարտ լուծումներ։ Սա նրանց օգնում է թե աշխատանքում, թե անձնական կյանքում առանձնանալ և նոր հնարավորություններ ստեղծել։ Վերջապես, առյուծի ուժեղ կողմերից է նրա ջերմությունն ու հավատարմությունը։ Նա խորապես կապված է իրեն սիրելի մարդկանց հետ և պատրաստ է պաշտպանել նրանց ցանկացած իրավիճակում։ Երբ առյուծը վստահում է, նա դառնում է հավատարիմ ընկեր, գործընկեր կամ ընտանիքի անդամ։ Այս բոլոր դրական հատկությունները միասին առյուծ կենդանակերպի նշանին դարձնում են ուժեղ, ոգեշնչող և հիշվող անհատականություն, որի ներկայությունը հաճախ դրական ազդեցություն է թողնում շրջապատի վրա։ Առյուծ կենդանակերպի բացասական հատկություններ։ Չնայած առյուծը հայտնի է իր ուժեղ և պայծառ բնավորությամբ, այս նշանն ունի նաև այնպիսի գծեր, որոնք կարող են խնդիրներ առաջացնել ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար։ Այս բացասական հատկությունները հիմնականում ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ առյուծը իրեն չգնահատված, անտեսված կամ սահմանափակված է զգում։ Առյուծի ամենատարածված թուլություններից մեկը գերզգայուն էգոն է։ Նա մեծ նշանակություն է տալիս իր հեղինակությանը և սեփական արժեքի զգացմանը, ուստի ցանկացած քննադատություն կարող է ընկալել որպես անձնական հարձակում։ Սա հաճախ հանգեցնում է պաշտպանական վարքագծի, կտրուկ արձագանքների կամ վիրավորված լռության։ Մեկ այլ բացասական գիծ է ուշադրության մշտական պահանջը։ Առյուծը սովոր է լինել ուշադրության կենտրոնում, և երբ այդ ուշադրությունը պակասում է, կարող է դառնալ անհանգիստ, նյարդային կամ նույնիսկ ցուցադրաբար դրամատիկ։
երբեմն նա կարող է ակնկալել, որ շրջապատը մշտապես հաստատի իր կարևորությունը։ Առյուծները կարող են նաև դրսևորել համառություն և զիջելու դժվարություն։ Իրենց համազմունքների մեջ վստահ լինելով, նրանք հաճախ դժվարանում են ընդունել այլ կարծիքներ կամ փոխել արդեն կայացրած որոշումը, նույնիսկ երբ դա անհրաժեշտ է իրավիճակի համար։ Բացի այդ, որոշ դեպքերում առյուծը կարող է թվալ եսակենտրոն կամ գերիշխող։ Ղեկավարելու ցանկությունը երբեմն վերածվում է վերահսկելու ձգտման, ինչը կարող է ճնշող լինել շրջապատի համար, հատկապես հարաբերություններում։ Վերջապես, առյուծին բնորոշ է նաև անհամբերությունը։ Նա սիրում է արագ արդյունքներ և կարող է հիասթափվել, երբ իր սպասումները չեն իրականանում իր ուզած տեմպով։ Սա կարող է հանգեցնել հիասթափության կամ անհարկի լարվածության։ Այս բացասական հատկությունները չեն սահմանում առյուծին ամբողջությամբ, սակայն դրանց գիտակցումն ու վերահսկումը կարևոր են, որպեսզի այս նշանի ուժեղ կողմերը կարողանան դրսևորվել առավել առողջ և հավասարակշռված ձևով։ Առյուծ տղամարդու բնութագրերը։ Առյուծ տղամարդը ուժեղ կամքի, վստահ քայլերի և արտահայտված անհատականության կրող է։ Նա սովորաբար աչքի է ընկնում ինքնավստահ կեցվածքով և բնական հեղինակությամբ, որը նկատելի է նույնիսկ առաջին հանդիպման ժամանակ։ Շրջապատի վրա ազդեցություն ունենալը նրա համար բնական վիճակ է, և նա հազվադեպ է մնում երկրորդ պլանում։ Այս նշանի տղամարդիկ սիրում են զգալ, որ իրենց խոսքը արժեք ունի։ Նրանք հակված են նախաձեռնություն վերցնել իրենց վրա և պատասխանատվությունից չեն խուսափում, հատկապես այն իրավիճակներում, որտեղ անհրաժեշտ է որոշում կայացնել կամ առաջնորդել մյուսներին։ Առյուծ տղամարդու համար կարևոր է, որ իր ջանքերը նկատվեն և գնահատվեն։ Չնայած արտաքին ուժեղ կերպարին, առյուծ տղամարդը ներսում բավական զգայուն է։ Նա կարիք ունի հավանության, հարգանքի և վստահության, հատկապես իր մոտ մարդկանց կողմից։ Երբ իրեն գնահատված է զգում, դառնում է խնամող, առատաձեռն և պաշտպանող։ Առյուծ տղամարդուն բնորոշ է նաև ստեղծագործ մտածողությունը և կյանքի հանդեպ լայն հետաքրքրությունը։ Նա սիրում է պատմել, կիսվել գաղափարներով և լինել այն միջավայրում, որտեղ կարող է արտահայտվել։ Միանմանությունն ու սահմանափակումները կարող են նրան արագ ձանձրացնել։ Բացասական կողմում երբեմն կարող են դրսևորվել համառությունը, գերիշխելու ցանկությունը կամ չափից շատ վստահ լինելը սեփական ճիշտ լինելու մեջ։ Սակայն ճիշտ հավասարակշռության դեպքում առյուծ տղամարդը դառնում է վստահելի, ուժեղ և ոգեշնչող անհատ, ում ներկայությունը կայունություն և էներգիա է հաղորդում շրջապատին։ Առյուծ կին բնութագիր։ Առյուծ կինը վառ անհատականություն է, որն իր ներկայությամբ անմիջապես ուշադրություն է գրավում։ Նա ինքնավստահ է, խարիզմատիկ և ունի ներքին ուժ, որը զգացվում է նույնիսկ առանց խոսքի։ Առյուծ կնոջ համար կարևոր է լինել տեսանելի, գնահատված և ընդունված այնպիսին, ինչպիսին ինքն է։ Այս նշանի կինը սիրում է ինքնարտահայտվել և չի վախենում ցույց տալ իր կարծիքը։ Նա ունի բնական առաջնորդական հակումներ և հաճախ առանց ջանքի դառնում է շրջապատի կենտրոնում գտնվող անձը։ Առյուծ կինը վստահ է իր ունակություններին և սովորաբար չի սպասում, որ ուրիշները հաստատեն իր արժեքը, սակայն խորքում գնահատանքի կարիք ունի։ Առյուծ կնոջ բնավորության կարևոր կողմերից է նրա մեծ սիրտը։ Նա առատաձեռն է, ջերմ և պատրաստ է աջակցել իրեն հարազատ մարդկանց։ Երբ սիրում է, անում է դա ամբողջ ուժով և ակնկալում է նույն վերաբերմունքը դիմացինից։ Նրա համար հարգանքը և ուշադրությունը հարաբերություններում առաջնային նշանակություն ունեն։ Միևնույն ժամանակ, առյուծ կինը կարող է լինել պահանջկոտ և երբեմն համառ։ Եթե իրեն անտեսված կամ թերագնահատված է զգում, կարող է փակվել կամ դառնալ կտրուկ։ Նա դժվար է ընդունում սահմանափակումները և չի սերում, երբ փորձում են վերահսկել իրեն։ Ընդհանուր առմամբ, առյուծ կինը ուժի, կանացիության և ինքնավստահության համադրություն է։ Ճիշտ միջավայրում և հարգանքով շրջապատված լինելով, նա դառնում է ոգեշնչող, հավատարիմ և ազդեցիկ կին, ում ներկայությունը թողնում է տևական տպավորություն։ Սիրահարված առյուծ։ Սիրահարված առյուծը բաց է, անկեղծ և կրքոտ։ Նա երբեք չի սիրում մտավոր խաղեր կամ երկիմաստ վերաբերմունք։ Նրա զգացմունքները պարզ են և տեսանելի, ու դա բնորոշ է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց։
Երբ առյուծը սիրահարվում է, նա ամբողջ ուժով նվիրվում է հարաբերությանը եւ պատրաստ է ցուցադրել սիրո ամենաբարձր մակարդակները, թե խոսքի, թե գործողությունների միջոցով։ Առյուծը սիրահարված ժամանակ ցույց է տալիս իր առատաձեռնությունն ու հոգատարությունը։ Նա պատրաստ է իր ժամանակը, ուշադրությունը եւ ռեսուրսները նվիրել զուգընկերոջը, դառնալով վստահելի եւ պաշտպանող։ Նրա համար հարաբերությունները խաղ չեն, դրանք պետք է լինեն անկեղծ, ապահով եւ հարգանք հիմք ունեցող։ Սիրահարված առյուծը նաև շատ հավատարիմ է, երբ վստահ է զուգընկերոջ անկեղծությանը։ Խանդն ու նախանձը կարող են հայտնվել միայն այն դեպքում, երբ զգում է անորոշություն կամ վստահության պակաս։ Միաժամանակ նա սիրում է զգալ, որ իր ջանքերը գնահատվում են եւ ուշադրություն է դարձվում նրա զգացմունքներին։ Եզրափակելով, սիրահարված առյուծը պատրաստ է բացել իր սիրտը եւ ստեղծել ջերմ, կրքոտ եւ հավասարակշռված հարաբերություններ, որտեղ երկուստեք նվիրվածությունն ու անկեղծությունն առաջնային են։ Առյուծ, սիրահարված տղամարդ։ Սիրահարված առյուծ տղամարդը արտահայտիչ, նախաձեռնող եւ կրքոտ է։ Նա սիրում է ցուցադրել իր զգացմունքները, լինի դա խոսքով, գործով, թե փոքրիկ շքեղ շարժումներով, որոնք ցույց են տալիս նրա հետաքրքրությունը եւ հոգատարությունը։ Նրա սիրավեպը ուղիղ է, առանց թաքնված մտքերի կամ խաղերի, եւ նա ակնկալում է նույն անկեղծությունը իր զուգընկերից։ Առյուծ տղամարդը սիրում է նվիրել ժամանակը եւ ուշադրությունը, հետևել փոքր մանրուքներին եւ անել այն, ինչը հաճելի է դարձնում իր սիրելիին։ Օրինակ, նա կարող է անակնկալներ պատրաստել, ընտրել սիրելի նվերներ կամ կազմակերպել հիշարժան հանդիպումներ, ցույց տալու համար իր նվիրվածությունը։ Այս գործողությունները նրա համար ոչ միայն սիրո դրսևորում են, այլ նաև միջոց հաստատելու, որ նա կարևոր է զուգընկերոջ կյանքում։ Նրա բացասական կողմերից է այն, որ նա կարող է որոշ չափով խանդոտ կամ պահանջկոտ լինել, հատկապես երբ զգում է, որ ուշադրությունը կամ հավատարմությունը պակասում է։ Սակայն վստահության պայմաններում նա դառնում է հավատարիմ, պաշտպանող եւ ջերմ զուգընկեր, ով պատրաստ է աջակցել եւ ոգեշնչել իր սիրելիին։ Եզրափակելով, սիրահարված առյուծ տղամարդը սիրում է ակտիվ, անկեղծ եւ թեժ հարաբերություններ, որտեղ երկուստեք նվիրվածությունը եւ զգացմունքների արտահայտությունը առաջնային են։ Առյուծ սիրահարված կին։ Սիրահարված առյուծ կինը բաց է, անկեղծ եւ լի է էներգիայով։ Երբ նա սիրահարվում է, իր զգացմունքները ամբողջ ուժով է արտահայտում, սիրտը եւ հոգին տալիս է հարաբերություններին։ Նա չի սիրում խաղեր կամ անորոշություն։ Ակնկալում է, որ զուգընկերը նույն անկեղծությամբ կարձագանքի նրա սիրուն։ Առյուծ կինը սիրահարված ժամանակ շատ ավելի առատաձեռն եւ հոգատար է իր զուգընկերոջ նկատմամբ։ Նա պատրաստ է ուշադրություն ու ժամանակ նվիրել, հոգալ մանրուքներից, կազմակերպել անակնկալներ եւ ցուցադրել իր նվիրվածությունը ամենափոքր հարթակում։ Նրա համար հարաբերությունը պետք է լինի պաշտպանված, հավասարակշռված եւ խստորեն հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Նա ակնկալում է նաեւ, որ իր զգացմունքները գնահատվեն եւ նկատելի լինեն։ Առյուծ կնոջը դուր չի գալիս, երբ իրեն անտեսում են կամ չեն նկատում նրա ջանքերը։ Նրա սիրավեպը հաճախ ավանդական է, ռոմանտիկ քայլերով, նվերներով եւ ջերմ հաղորդակցությամբ։ Սակայն զուգընկերոջ անկեղծության ու հավատարմության պահանջն անփոխարինելի է։ Եզրափակելով, սիրահարված առյուծ կինը զգացմունքային, կրքոտ եւ անմիջական է, եւ նրա սիրո արտահայտումը միշտ հստակ է, շիտակ, համահունչ եւ շոշափելի, ինչը թույլ է տալիս ստեղծել ջերմ, հավասարակշռված եւ վստահելի հարաբերություններ։ Առյուծի հետ ծանոթություն, սիրային համատեղելիություն։ Առյուծ կենդանակերպի նշանի ներկայացուցիչների հետ հարաբերություններ կառուցելը պահանջում է հարգանք, անկեղծություն եւ ակտիվ մոտեցում։ Նրանք սիրում են, երբ իրենց գնահատում են, լսում եւ նկատում, եւ եթե հարաբերություններում այդ պահանջները բավարար չեն, կարող են արագ ձանձրանալ կամ դառնալ ցուցադրական։ Առյուծը հատկապես լավ է համադրվում այն նշանների հետ, որոնք կյանքում ունեն ակտիվություն, էներգիա եւ հետաքրքրություններ, նրանց կողմից հարգված ու ոգեշնչված լինելու ցանկություն, չեն սահմանափակում։
Ամենահամատեղելի զուգընկերները հաճախ կրակի նշաններ են, ինչպիսիք են խոյը եւ աղեղնավորը։ Խոյը կարող է անսահման ուրախացնել առյուծին իր նախաձեռնողականությամբ, իսկ աղեղնավորը ավելի հանգիստ ու իրատեսական է, կարողանում կառավարել առյուծի երթեմն գերիշխող էգոյին։ Օդային նշանները, ինչպիսիք են երկվորյակները, կշերքն ու ջրհոսը, նույնպես լավ համատեղելիություն ունեն առյուծի հետ։ Նրանք կարող են հավասարակշռել կրակոտ էներգիան, ավելացնելով ինտելեկտուալ ու մտերմիկ մոտեցումներ, ինչը ստեղծում է հետաքրքիր, կենդանի եւ խրախուսող հարաբերություններ։ Մինչդեռ առյուծը հաճախ դժվար է գտնում ընդհանուր լեզու երկրային նշանների, հատկապես ցուլի հետ։ Ցուլը գնահատում է կայունությունը, զգացմունքային պաշտպանվածությունը եւ հանգիստ տեմպը, մինչդեռ առյուծը նախընտրում է ակտիվություն, ուշադրության կենտրոնում լինելը եւ կրքոտ միջավայր։ Սա կարող է հանգեցնել համատեղ խնդիրների եւ հիասթափության։ Ընդհանուր առմամբ, առյուծի հետ սիրային հարաբերությունները լավագույնս աշխատում են այն զուգընկերների հետ, որոնք անկեղծորեն գնահատում են նրա էներգիան, ազատությունը եւ առաջընթացի ձգտումը, ստեղծելով փոխադարձ հարգանք եւ սիրո առողջ հավասարակշռություն։ Ծանոթություն առյուծ տղամարդու հետ։ Առյուծ տղամարդը երբեք չի տարբերվում իր ներկայությամբ։ Նա նկատելի է ցանկացած միջավայրում եւ գրավում է ուշադրությունը իր վստահ, արտահայտիչ եւ ազդեցիկ կեցվածքով։ Ծանոթության սկզբում նա սիրում է ակտիվ լինել, պատմել հետաքրքիր պատմություններ, ծիճաղեցնել եւ ցույց տալ իր ստեղծագործ մոտեցումը կյանքին։ Նրա հետ լավ ծանոթանալու համար կարևոր է ահա այս կետերը. անկեղծ բովեստ։ Առյուծ տղամարդը կարող է զգալ թաքնված սխալն ու խարդախությունը մեկ մղոն հեռավորությամբ, այնպես որ գովեստն ու ուշադրությունը պետք է անկեղծ լինի։ Ինքնավստահություն։ Նա գնահատում է այն մարդկանց, ովքեր կարող են ազատ արտահայտվել, ունեն սեփական կարծիք եւ կարող են ակտիվ մասնակցություն ունենալ զրույցում։ Զվարճանքի պատրաստակամություն։ Առյուծ տղամարդը սիրում է ակտիվ, դինամիկ ժամադրություններ, նոր հետաքրքիր փորձեր, պար, սպորտային կամ մշակութային միջոցառումներ միշտ հաճելի կլինեն նրան։ Նրա ուշադրությունը գրավելու համար պետք չէ խաղալ կամ խաբել։ Նա գնահատում է ճիշտության ու ազնվության ջանքերը։ Առյուծ տղամարդը սիրում է ղեկավար լինել հարաբերությունների որոշակի կողմերում, բայց դա չի նշանակում, որ նա չի գնահատի զուգընկերոջ նախաձեռնությունը, հատկապես, եթե այն գալիս է ստեղծագործ եւ հետաքրքրաշարժ ձևով։ Վերջապես, առյուծ տղամարդը շատ լուրջ է վերաբերվում իր կարիերային եւ նպատակներին, ուստի նա կգնահատի այն մարդկանց, ովքեր հասկանում եւ հարգում են նրա ձգտումները, ինչպես նաեւ իրենց ուշադրությունն ու նվիրվածությունը հավասարակշռում են իր էներգիայի եւ ակտիվության հետ։ Ծանոթություն առյուծ կնոջ հետ։ Առյուծ կինը ծանոթության պահին անմիջապես գրավում է ուշադրությունը իր ինքնավստահությամբ, խարիզմայով եւ վառ ներկայությամբ։ Նա սիրում է շրջապատված լինել մարդկանցով եւ գնահատում է այն, ով անկեղծորեն հետաքրքրվում է իր անձով, շփվում եւ նկատում նրա հետաքրքրությունները, տաղանդները եւ նախասիրությունները։ Առյուծ կնոջ հետ լավ ծանոթանալու համար կարևոր է հետևել մի քանի սկզբունքների. ակտիվություն եւ հետաքրքրություն։ Նա սիրում է զրույցներ, որտեղ կարող է ընդգրկվել եւ խոսել իր կյանքի, նպատակների ու մտքերի մասին։ Զգացմունքային անտարբերությունը կարող է նրան ձանձրացնել։ Անկեղծ գովեստ եւ ուշադրություն։ Առյուծ կինը նկատում է մանրամասները։ Նա գնահատում է այն մարդկանց, ովքեր նկատում են իր ջանքերը, ճաշակը եւ ստեղծագործությունը։ Պահպանել եռանդը եւ ուրախությունը։ Ծանոթության ընթացքում նա սիրում է էներգետիկ, հիասքանչ եւ զվարճալի միջավայր։ Ակտիվ ժամադրություններ, մշակութային կամ հետաքրքրաշարժ միջոցառումներ միշտ դուր են գալիս նրան։ Առյուծ կինը բնական առաջնորդ է։ Ուստի նա սիրում է որոշել, թե ուր գնալ եւ ինչ անել։ Միաժամանակ նա ակնկալում է, որ զուգընկերը լսի իրեն, ցուցադրի ջերմություն եւ պատրաստ լինի փոքրիկ անակնկալներով ուրախացնել նրան։ Ընդհանուր առմամբ, առյուծ կնոջ հետ ծանոթությունը պահանջում է դրական էներգիա, անկեղծություն եւ ակտիվ մասնակցություն, ինչը թույլ է տալիս նրա հետ կառուցել հետաքրքրաշարժ, ուրախ եւ վստահելի հարաբերություններ, սկսած առաջին հանդիպումից։ Առյուծ կենդանակերպի նշան սեքսուալություն։ Առյուծ կենդանակերպի նշանի սեքսուալ բնավորությունը լի է կրքով, էներգիայով եւ ինքնավստահությամբ։
Սեքսուալ հարաբերություններում առյուծը ցանկանում է լինել կենտրոնում եւ ֆիզիկական եւ զգացմունքային մակարդակում։ Նրա համար սեռական կապը ոչ միայն ֆիզիկական հաճույք ստանալու միջոց է, այլև ինքնարտահայտման, սիրո եւ մտերմության ձև։ Առյուծներն անկեղծ են իրենց ցանկություններում եւ ակնկալում են նույնը զուգընկերոջից։ Նրանք չեն սիրում անորոշություն կամ խաղեր, գերադասելով ուղիղ եւ բաց հաղորդակցություն։ Միաժամանակ նրանց սեքսուալությունն առատաձեռն է, նրանք պատրաստ են նվիրվել զուգընկերոջը, տալ իր ամբողջ ուշադրությունն ու ուրախությունը, եթե զգան վստահություն եւ նվիրվածություն։ Սեքսուալ ոլորտում առյուծին բնորոշ է նաեւ զգայուն էգոն։ Նա սիրում է, որ իր ջանքերն ու հաճույքը գնահատվեն, եւ դա նրան ավելորդ ինքնավստահություն ու հետաքրքրություն է տալիս։ Եթե զուգընկերը ակտիվ եւ արձագանքող է, առյուծը կարող է բացահայտել ավելի խորը զգացմունքներ եւ նոր մակարդակի ուրախություն ապահովել։ Ընդհանուր առմամբ առյուծ կենդանակերպի նշանի սեքսուալությունն ընդգծված է, կրքոտ եւ հոգատար, որտեղ փոխադարձ հարգանքը եւ վստահությունը խթանում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ զգացմունքային մտերմությունը։ Առյուծ տղամարդ սեքսուալություն։ Սեքսուալ առումով առյուծ տղամարդը ինքնավստահ, կրքոտ եւ ակտիվ է։ Նրան համար ննջասենյակը հնարավորություն է արտահայտելու իր էներգիան, ուժը եւ ջերմությունը ոչ միայն ֆիզիկական, այլև զգացմունքային մակարդակում։ Նա ցանկանում է զգալ, որ իր ջանքերը նկատվում եւ գնահատվում են։ Ուստի գովեստը, ուշադրությունը եւ շոշափելի արձագանքը կարեւոր են նրա համար։ Առյուծ տղամարդը սիրում է կառավարել սեքսուալ իրավիճակը, բայց դա չի նշանակում, որ նա եսակենտրոն է։ Նա պատրաստ է առատաձեռնորեն հաճույք պատճառել իր զուգընկերոջը, եթե զգում է վստահություն եւ փոխադարձ նվիրվածություն։ Նա գնահատում է ակտիվ, արձագանքող եւ մասնակցող զուգընկերոջը, ինչը խթանում է նրա էգոն եւ խորացնում ինտիմ կապը։ Նրա համար սեքսը նաև հաղորդակցություն եւ ստեղծագործություն է։ Նա սիրում է դիտել զուգընկերոջ արձագանքը, կիսել ֆանտազիաները եւ փորձարկել նոր ձևեր, հարաբերությունները պահելու համար կրքոտ ու կենթանի։ Առյուծ տղամարդը հավատարիմ է, երբ որոշում է նվիրվել, բայց նրա մոտ ցույց տալու եւ գնահատվելու անհրաժեշտություն միշտ կա, ինչը խթանում է նրա ներգործությունը սեռական հարաբերություններում։ Ընդհանուր առմամբ, սիրային եւ սեքսուալ առումով առյուծ տղամարդը կրքոտ, հոգատար եւ անկեղծ է, ուր էներգիան, վստահությունն ու զուգընկերոջ հանդեպ նվիրումը միասին ստեղծում են ինտիմ եւ ուժեղ կապ։ Առյուծ կին սեքսուալություն։ Առյուծ կինը սեքսուալ առումով լի է էներգիայով, կրքով եւ ինքնավստահությամբ։ Նրան համար ինտիմ հարաբերությունները ոչ միայն ֆիզիկական հաճույք ստանալու միջոց են, այլ նաև հնարավորություն արտահայտելու իր զգացմունքները, ուժը եւ ստեղծագործությունն առանց սահմանափակումների։ Սեքսուալ հարաբերություններում նա ցանկանում է զգալ, որ իրեն գնահատում են եւ ուշադրություն են դարձնում։ Գովեստը, անկեղծ արձագանքը եւ զուգընկերոջ ակտիվությունը կարեւոր են նրան, քանի որ նրա մոտ սեքսուալությունը ու ինքնագնահատականը խիստ կապված են։ Առյուծ կինը սիրում է կառավարել ինտիմ իրավիճակը, բայց դա չի նշանակում, որ նա եսակենտրոն է։ Նա առատաձեռնորեն կարող է ուրախություն պատճառել զուգընկերոջը, հատկապես եթե վստահ է նրա նվիրվածությանը։ Իր զգացմունքային եւ ֆիզիկական արտահայտչականությամբ նա կարող է ստեղծել ինտիմ հարաբերություններ, որտեղ խորը կապը եւ փոխադարձ հարգանքը առաջնային են։ Նրա սեքսուալ մոտեցումը նաեւ ստեղծագործ եւ խաղային է։ Նա սիրում է փորձարկել նոր բաներ, դիտել զուգընկերոջ արձագանքը եւ ընդգծել հաճույքը, ավելի խորը ինտիմ կապ ստեղծելու համար։ Ընդհանուր առմամբ, առյուծ կինը ինտիմ հարաբերություններում կրքոտ, վստահ եւ հոգատար է, ու նրա սեքսուալությունը համատեղում է ուժ, նվիրվածություն եւ անկեղծ զգացմունքներ, որոնք խթանում են մտերմությունն ու կիրքը։ Առյուծը որպես ծնող։ Առյուծ կենդանակերպի ծնողները իրենց երեխաների հանդեպ ցույց են տալիս խորը սեր, ջերմություն եւ ակտիվ ներգրավվածություն։ Նրանք ցանկանում են, որ իրենց երեխաները զգան իրենց ուշադրությունն ու աջակցությունը եւ պատրաստ են նվիրել ժամանակ, ռեսուրսներ եւ ուղեցույց երեխայի զարգացման եւ հաջողության համար։ Առյուծ ծնողների մոտ կա երկու կողմի համադրություն՝ շռայլությունը եւ պահանջկոտությունը։ Նրանք սիրում են երեխաներին նվիրել նվերներ եւ կազմակերպել հիշարժան գործունեություն, սակայն հստակ սահմաններ են սահմանում եւ պահանջում կարգապահություն։
Այդ սահմանները նպատակ ունեն երեխաներին սովորեցնել պատասխանատվություն, ինքնուրույնություն եւ առաջնորդական հատկություններ զարգացնել։ Նրանք ակտիվ են երեխաների կյանքում, մասնակցում են խաղերին, կրթությանը եւ հետաքրքրաշարժ գործունեություններին, միաժամանակ խնամքով վերահսկելով նրանց անվտանգությունը եւ արժեքների ձևավորումը։ Ընդհանուր առմամբ առյուծ ծնողները նվիրված եւ հոգատար են, ովքեր ձգտում են, որ իրենց երեխաները մեծանան ինքնավստահ, խիզախ եւ հոգատար անհատներ, շրջապատող մարդկանց նկատմամբ սեր ու հարգանք ցուցաբերելու ունակությամբ։ Առյուծը որպես հայր։ Առյուծ հայրը իր ընտանիքում աչքի է ընկնում որպես ուժեղ եւ պաշտպանող կենտրոն։ Նա մեծ նշանակություն է տալիս սոցիալական ու ընտանեկան կապերին եւ երեխայի ծնունդը նրա կյանքում նոր խորություն ու ուրախություն է բերում։ Առյուծ հայրը սիրում է ակտիվորեն մասնակցել երեխայի կյանքին, խաղալ նրա հետ, ցուցաբերել ջերմություն եւ խնամք, ինչպես նաեւ հետևել նրա զարգացմանն ու սովորեցմանը։ Նա սիրում է երեխաներին շրջապատել սիրով, ուշադրությամբ եւ ապահով միջավայրով, բայց նաեւ հստակ սահմաններ է դրել, սովորեցնելու պատասխանատվություն, կարգապահություն եւ առաջնորդական ունակություններ։ Առյուծ հայրը միշտ փորձում է երեխային ոգեշնչել, հուսախաբ չանել եւ ցույց տալ, որ կարելի է վստահել իրեն, ապահովելով պաշտպանվածություն եւ աջակցություն։ Ընդհանուր առմամբ առյուծ հայրն է ուժեղ, նվիրված եւ հոգատար, որի մոտ երեխաները զգում են սիրո, անվտանգության եւ զարգացման հնարավորություն, ինչն օգնում է նրանց մեծանալ ինքնավստահ, հպարտ եւ պատասխանատու անհատներ։ Առյուծը որպես մայր։ Առյուծ մայրն իր երեխաների համար ստեղծում է սիրով եւ գերմությամբ լի անվտանգ միջավայր։ Նա ուշադրություն է դարձնում նրանց զարգացմանը, մասնակցում խաղերին, կրթությանը եւ առօրյա գործունեությանը։ Միաժամանակ հստակ սահմաններ սահմանելով, սովորեցնելու կարգապահություն եւ պատասխանատվություն։ Նա համադրում է բարություն եւ խստություն, ճիշտ պահերին հաստատելով կանոններ, բայց միշտ երեխայի լավագույն շահը նկատի ունենալով։ Առյուծ մայրը սիրում է իր երեխաներին ներգրավել հետաքրքրաշարժ ու ուսուցողական գործունեության մեջ, աջակցել նրանց տաղանդներին եւ ոգեշնչել ինքնավստահ ու նպատակասլաց անհատ դառնալու համար։ Ընդհանուր առմամբ առյուծ մայրը նվիրված, հոգատար եւ ուժեղ է, ով երեխաներին տալիս է սեր, ուշադրություն եւ աջակցություն, ապահովելով նրանց աճը վստահ, համարձակ եւ հոգատար անձնավորությունների։ Առյուծը որպես երեխա։ Տղայի եւ աղջիկա հատկությունները։ Առյուծ երեխաները վաղ տարիքից աչքի են ընկնում իրենց կենդանի էներգիայով եւ առաջնորդական հատկանիշներով։ Նրանք սիրում են լինել ուշադրության կենտրոնում, ինչպես ընտանիքում, այնպես էլ սոցիալական միջավայրերում, եւ հաճախ հետաքրքրվում են ստեղծագործությամբ, խաղերով ու մրցակցությամբ։ Տղա առյուծ։ Տղա առյուծը հաճախ ակտիվ է, ինքնավստահ եւ կրքոտ։ Նա սիրում է առաջնորդ լինել, նախաձեռնող լինել խաղերում եւ ընկերների հետ շփվելու ժամանակ։ Նա արագ է սովորում նոր բաները, հետաքրքրվում է մարտահրավերներով եւ հաճախ ցուցադրում է քաջություն ու համառություն։ Միաժամանակ նա կարող է դառնալ պարծենկոտ կամ համառ, երբ չի ստանում սպասվող ուշադրությունը կամ գնահատանքը։ Աղջիկ առյուծ։ Աղջիկ առյուծը նույնպես վառ անհատականություն ունի։ Նա ինքնավստահ է, սիրում է ուշադրություն եւ սիրում է իր հմտություններն ու տաղանդները ցուցադրել շրջապատին։ Աղջիկ առյուծը ակտիվ, ստեղծագործ եւ սիրալիր է, բայց կարող է լինել նաեւ որոշ չափով պահանջկոտ կամ համառ, եթե իրեն չեն նկատում կամ չեն գնահատում։ Առյուծ երեխաներին անհրաժեշտ է սեր, աջակցություն եւ գովես ցույց տալու մշտական հավասարակշռություն, թույլ տալով, որ նրանք զարգացնեն իրենց ինքնավստահությունն ու առաջնորդական հակումները, առանց դառնալու գերիշխող կամ ամբարտավան։ Ընդհանուր առմամբ, առյուծ երեխաները մեծանում են էներգիայով, հետաքրքրասերությամբ եւ հոգատարությամբ լի անհատներ, որոնք սիրում են լինել միջավայրի ակտիվ մասնիկը։ Առյուծի առողջական աստղագուշակ։ Առյուծ կենդանակերպի նշանի համար առողջությունը մեծապես կախված է ֆիզիկական ակտիվությունից եւ էներգիայի ճիշտ ուղղորդումից։ Նրանց ուժեղ էներգիան եւ կրակոտ բնավորությունը նշանակում են, որ նրանք հաճախ ակտիվ են եւ շարժուն, սակայն նույնքան կարեւոր է սովորեցնել իրենց հանգստանալու եւ վերականգնվելու հմտություններ։
Առյուծները հաճախ ունեն լավ ֆիզիկական տոկունություն, սակայն խնդիրներ կարող են առաջանալ սրտի, ողնաշարի եւ գոտկատեղի հատվածում, քանի որ այս մասերը կապված են նրանց բնական էներգիայի կենտրոնների հետ։ Մարմնական վարժությունները, սպորտը եւ բացօթյա ակտիվությունը ոչ միայն օգնում են նրանց ուժը ճիշտ ուղղորդել, այլև նվազեցնում սթրեսը եւ հոգնածությունը։ Առողջության խթանման խորհուրդներ, կանոնավոր վարժություններ, թիմային սպորտեր, բասկետբոլ, ֆուտբոլ, թենիս կամ անձնական մարզումներ օգնում են էներգիան ճիշտ ուղղորդել։ Բացօթյա գործունեություն, արևի լույսի ներքո գտնվելը եւ բնության հետ շփումը խթանում են ֆիզիկական եւ հոգեբանական հավասարակշռությունը։ Սոցիալական ակտիվություն, ընկերների եւ ընտանիքի հետ ակտիվ զբաղմունքները պահպանում են ոգեշնչվածությունն ու դրական տրամադրությունը։ Հանգստի պահեր, առյուծները հաճախ ջանասիրաբար աշխատում են եւ շատ են շարժվում, ուստի կարեւոր է ներառել հանգստի ու մերսման ժամանակ, որպեսզի մարմինը վերականգնվի։ Ընդհանուր առմամբ առյուծների առողջությունը ամուր է, եթե նրանք իրենց էներգիան ուղղորդում են ակտիվության, սպորտի եւ սոցիալական շփումների միջոցով, իսկ հանգիստը եւ հոգեկան հավասարակշռությունը պահպանում են ընդհանուր բարեկեցությունը։ Առյուծի կարիերայի աստղագուշակ։ Առյուծ կենդանակերպի նշանի ներկայացուցիչները բնութագրվում են որպես բնածին առաջնորդներ եւ ստեղծագործ մարդիկ, որոնք ձգտում են տեսանելի եւ ազդեցիկ գործունեության։ Նրանք քրտնաջան աշխատող են, հավատարիմ եւ նախաձեռնող, ուստի հաճախ առաջանում են ղեկավարական դիրքեր, որտեղ կարող են ցուցադրել իրենց հմտություններն ու վառ անհատականությունը։ Առյուծների կարիերայի հաջողության հիմնական բաղադրիչներն են հաստատություն եւ վստահություն։ Նրանք սիրում են զգալ իրենց կարեւորությունը եւ գնահատվել աշխատանքում։ Ստեղծագործություն եւ ինքնատիպություն։ Առյուծները սիրում են գործել այնպիսի ոլորտներում, որոնք թույլ են տալիս արտահայտել իրենց ստեղծագործ մոտեցումը, լինի դա արվեստը, բիզնեսը, հանրային ելույթները կամ քաղաքականությունը։ Ընկերական հմտություններ։ Նրանք կարողանում են ներգրավել մարդկանց, ոգեշնչել թիմը եւ ստեղծել արդյունավետ աշխատանքային միջավայր։ Առյուծները հաճախ հաջողությամբ զարգացնում են կարիերան որպես հանրային կերպարներ, CEOs, հրատարակիչներ, ելույթներ իրականացնողներ, ուսուցիչներ կամ քաղաքական առաջնորդներ, որտեղ կարող են միաժամանակ կիրառել իրենց խարիզման, էներգիան եւ պատասխանատվության զգացումը։ Կարիերայում նրանց մոտ նաև բնորոշ է ավելի բարձր վարձատրվող եւ նշանակալի դերերի ձգտում, քանի որ նրանք ուզում են զգալ իրենց արժեքը եւ ազդեցությունը շրջապատի վրա։ Առյուծները հաճախ չեն վախենում ռիսկի դիմել եւ պատասխանատվություն ստանձնել, ինչը նրանց օգնում է արագ բարձրանալ եւ հասնել առաջադեմ դիրքերի։ Ընդհանուր առմամբ, առյուծները կարիերայում գերազանցում են այնտեղ, որտեղ անհրաժեշտ է հասարակական ազդեցություն, ստեղծագործ մոտեցում եւ անձնական նախաձեռնություն, իսկ նրանց բնական առաջնորդական հատկանիշներն ու քրտնաջանությունը երաշխավորում են հաջողություն ու ճանաչում։ Առյուծի ֆինանսական հորոսկոպ։ Առյուծ կենդանակերպի նշանի ներկայացուցիչները ֆինանսապես գրավիչ ու կայուն են։ Նրանք ձգտում են ապահովել հարմարավետ եւ շքեղ կյանք, բայց այս նպատակին հասնում են ոչ միայն վճռականությամբ, այլև իրենց ստեղծագործության եւ խարիզմայի շնորհիվ։ Առյուծները բնորոշվում են հետեւյալ ֆինանսական հատկություններով. բարձր վարձատրվող կարիերայի ձգտում։ Նրանք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այն ոլորտների նկատմամբ, որտեղ կարող են բարձր վարձատրություն ստանալ եւ ընդգծել իրենց արժեքը։ Առատաձեռնություն։ Առյուծները սիրում են կիսվել իրենց ունեցվածքով, նվիրել նվերներ եւ աջակցել շրջապատողներին, այդպիսով ցուցաբերելով իրենց մեծահոգություն եւ ջերմություն։ Գնումների խելամտություն։ Չնայած առատաձեռնությանը, նրանք կարող են խելամիտ կառավարվել ֆինանսների հետ, հասկանալով, թե երբ կարելի է ծախսել եւ երբ պետք է խնայել։ Վայելում կյանքի լավ կողմերը։ Առյուծներն անհանգստանալու կարիք չունեն, ինչպես հաճույք ստանալով ծախսել փողը, հատկապես եթե դա բարձրացնում է իրենց կյանքը կամ տալիս հաճույք նրանց սիրելիներին։ Առյուծների ֆինանսական հաջողությունը հաճախ հիմնված է իրենց ուժերի, ռիսկի հանդեպ հմտության եւ առաջադեմ մտածողության վրա։ Նրանք չեն վախենում փորձել նոր հնարավորություններ եւ ներդրումներ կատարել, որոնք կբարձրացնեն իրենց եկամուտը եւ սոցիալական դիրքը։ Ընդհանուր առմամբ, առյուծ կենդանակերպի նշանի ֆինանսական բնավորությունը համադրում է ռիսկի հանդեպ վճռականություն, առատաձեռնություն եւ կյանքից հաճույք ստանալու ձգտում, ինչը նրանց թույլ է տալիս ոչ միայն վաստակել, այլև վայելել իրենց հաջողությունն ու ազդեցությունը։ Առյուծի նորաձևության խորհուրդներ։
Առյուծ կենթանակերպի նշանի ներկայացուցիչները բնավորության եւ էներգիայի մեջ վառ են, ուստի նրանց նորաձևության ընտրությունները հաճախ արտացոլում են իրենց վստահությունն ու ընդգծված անհատականությունը։ Նրանք սիրում են ուշադիր լինել դետալներին, տեսանելի լինել եւ ընդգծել իրենց խարիզման։ Նորաձևության հիմնական առանձնահատկություններ։ Վառ գույներ։ Առյուծներին բնական են վառ հզոր գույները, ինչպիսիք են նարինջը, դեղինը կամ կարմիրը, որոնք արտացոլում են նրանց կրակոտ բնույթը։ Բարձրորակ եւ դասական իրեր։ Նրանք նախընտրում են թանկարժեք կամ դիզայներական իրեր, սակայն չեն խուսափում նաեւ թեթև, հարմարավետ առօրյա հագուստից։ Աքսեսուարներ։ Ոսկերչությունը, շքեղ աքսեսուարները կամ լավ տեղադրված տեսողական տարրերը օգնում են առյուծներին ընդգծել իրենց ինքնատիպությունը։ Մազերի խնամք։ Առյուծների համար մազերը կարևոր են, դրանք իրենց փառքն են։ Լավ խնամված, ճաշակով սանրվածքը կարևոր դեր է խաղում ընդհանուր ինքնավստահության եւ արտաքինի մեջ։ Սթայլի խորհուրդներ։ Մի փորձեք թաքնվել կամ լինել անհայտ։ Առյուծներն սիրում են, երբ նրանց նկատում են եւ գնահատում իրենց ճաշակը։ Մասնակցեք միջոցառումներին այնպես, որ ձեր հագուստը եւ արտաքինը համապատասխանի ձեր էներգիային եւ ստեղծագործությանը։ Համատեղեք շքեղությունը եւ հարմարավետությունը։ Օրինակ, թանկարժեք պիջակներ կամ դիզայներական կոշիկներ, հանգիստ օրերին հագնելով ավելի կոկիկ, պարզ հագուստի հետ։ Ընդհանուր առմամբ առյուծների նորաձևությունը արտացոլում է վստահություն, շքեղություն եւ ստեղծագործական մոտեցում, ինչը նրանց թույլ է տալիս լինել տեսանելի, ուշադրություն գրավող եւ ոճային, նույնիսկ ամենօրյա առարկայական միջավայրում։ Առյուծի ճանապարհորդական խորհուրդներ։ Առյուծ կենթանակերպի նշանի ներկայացուցիչները ճանապարհորդության ժամանակ նախընտրում են հետաքրքրական, հիշարժան եւ շքեղ փորձառություններ։ Նրանք ձգտում են, որ յուրաքանչյուր ուղևորություն արտացոլի իրենց էներգիան, հետաքրքրասիրությունը եւ բարձր ճաշակը։ Ճանապարհորդության առանձնահատկություններ։ Շքեղություն եւ հարմարավետություն։ Առյուծները սիրում են շքեղ հյուրանոցներ, հարմարավետ տրանսպորտ եւ փոքրիկ մանրուքներ, որոնք մեծացնում են իրենց հաճույքը ուղևորության ընթացքում։ Պատմություն եւ մշակույթ։ Նրանք հետաքրքրված են ճարտարապետությամբ, պատմական վայրերով եւ արվեստով, ինչը թույլ է տալիս ոչ միայն հանգստանալ, այլև ոգեշնչվել եւ զարգանալ մտավոր ու հոգեբանական մակարդակով։ Ակտիվ փորձառություններ։ Առյուծները սիրում են հետաքրքիր ու ակտիվ միջոցառումներ, օրինակ նավարկություններ գետերով կամ օվկիանոսներում, արշավներ կամ տեղական մշակույթի փորձեր։ Ճանապարհորդական խորհուրդներ։ Ընտրեք ուղղություններ, որոնք թույլ են տալիս արտահայտել ձեր էներգիան եւ առաջնորդական բնավորությունը։ Օրինակ, տուր դեպի Սկանդինավիայի ֆյորդներ կամ շքեղ քաղաքային արձակուրդ Եվրոպայում։ Մի վախեցեք ծախսել մի փոքր ավելին պահպանելու հարմարավետությունը եւ ուրախությունը, բայց մի մոռացեք բյուջեի խելամտությունը։ Ընտրեք ուղևորություններ, որտեղ կարող եք լինել կենտրոնում եւ ակտիվ, թե սոցիալական, թե մշակութային առումով, քանի որ դա խթանում է ձեր էներգիան եւ լավ տրամադրությունը։ Ընդհանուր առմամբ, առյուծների համար ճանապարհորդությունը պետք է լինի հիշարժան, ակտիվ եւ ոգեշնչող, որտեղ շքեղությունը, նորարարությունը եւ ուշադրությունը մանրուքներին ապահովում են լիարժեք եւ ուրախ փորձառություն։ Եթե աստղերի ուղերձը համընկավ ձեր օրվա հետ, աջակցեք մեզ ձեր հավանությամբ։ Կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանություններում եւ բաժանորդագրվեք ալիքին։ Միշտ առաջինը լսելու նոր կանխատեսումները։